Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդաշարն է։ Հասմիկը ցանկանում է վերադառնալ իր նախկին էլեգանտ եւ կանացի ոճին։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը փոխել է նրա ոճը, իսկ առողջական խնդիրները կազմվածքը։ Ընթരാճ գնալով երեխաների խնդրանքին որոշել է մասնակցել կերպարանափոխությանը եւ իր փորձով ոգեշնչել շատ այլ կանանց, չհանձնվել եւ միշտ պայքարել։ Բարի երեկո Հասմիկ։ Բարի երեկո։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ։ Հասմիկ, ձեր պատմությունը իսկապես շատ ոգեշնչող է եւ գիտենք, որ շատ բարդ փուլեր եք հաղթահարել այս ընթացքում։ Խնդրում եմ մի փոքր ներկայացնեք, պատմեք։ Ինչպես շատերը ունենում են իրենց կյանքում բարդ փուլեր, ես նույնպես ունեի այդ բարդ փուլերը։ Ամուսնուս վաղաժամ մահվանից հետո մեծացրել եմ երեկանչափած երեխաներին, դրանից հետո հաջորդեց իմ հիվանդությունը, առողջական խնդիրներին, այո, բախվեցի, հաջողությամբ հաղթահարեցի, այս պահին առողջ եմ։ Սա ամենակարևորն է, կարծում եմ։ Եվ ես շատ ուրախ եմ։ Եվ այսօր մասնակցելով այլ ոճով հաղորդմանը նշանակում է, որ այո, Հասմիկը հաղթահարել է բոլոր այդ դժվարին փուլերը կյանքի, մեծացնելով 3 անչափահաս երեխա։ Այո։ Եվ գիտեմ, որ հենց ձեր դուստրերն են ստիպել, այսպես ասենք, ձեզ, որ մասնակցեք այս հաղորդաշարին։ Ինչպես եղավ, որ համաձայնեցիք։ Չէ՞ որ ի սկզբանե դեմ էիք։ Մասնակցության հայտը լրացել են աղջիկներս, առանց իմ իմացության։ Ես դեմ էի, հետո որ իրանք ինձ ասեցին, դեմ էի, որովհետև երբևէ ինձ չեմ պատկերացրել որևէ հաղորդման մասնակից ու հատկապես նման հաղորդման, որ պետք է ամբողջովին կերպարանափոխվեր եւ մազեր, եւ հագուստ, եւ այլն։ Մի քիչ շատ անսովոր կերպար է իմ համար։ Լավ, իսկ ինչպես եղավ, որ ի վերջո համաձայնեցիք։ Հետո երեխաների հետ բանակցելուց հետո ես մտածեցի ինչու ոչ, կարելի է նաև տեսնել ինձ այլ աչքերով, այսինքն ոչ աբանի աչքերով եւ այլն։ Իսկապես, որ սա ամենահետաքրքիր պահն է այս ամբողջ գործընթացի։ Եվ չէ՞ որ ի վերջո երեխաները սովոր են եղել ձեզ տեսնել այդ վառ, կանացի, էլեգանտ կերպարում։ Եվ ինչպես փոխվեց ձեր ոճը տարիների ընթացքում։ Երեխաներս տարիներ շարունակ ինձ տեսել են վառ կերպարով եւ փորձում են հիմա վերադարձնել իրենց մայրիկին այդ կերպարը։ Ես շատ հասկանում եմ իրենց ու ցենց սրտից խորքում նաեւ Դուք համաձայն եմ, այո։ Եթե չունենայիք այդ ցանկությունը, այո, այստեղ չէիք լինի, Հասմիկ, համոզված եմ։ Ինչքան էլ որ երեխաները ստիպեին, կարծում եմ։ Եթե ունես այդ ներքին ցանկությունը, ապա գնում ես այդ ցանկության հետևից։ Բայց եկեք հասկանանք, թե այս պահին ինչ ոճ ունի Հասմիկը եւ ինչ կերպար ունի Հասմիկը։ Առօրյա ոճ, քանի որ շաբաթվա մեծ մասը 6 օրը ես աշխատավայրում եմ անցկացնում, ավելի հարմարավետ տաբատներ, պիջակներ, վերնաշապիկներ, այսինքն հարմարավետ, որ սպորտային, այո։ Նաև գիտենք, որ ամենից շատը սպասում եք հենց վարսահարդարի հետ, մասնագետի հետ աշխատանքը, թե ինչպիսին է լինելու, ինչու։ Քիմիոթերապիա անցնելուց հետո 2 տարի առաջ մազերս նոր վերականգնվել են եւ մազերի հարցը մի քիչ շատ sense բանա, այդ նուրբ հարց է իմ համար, բայց ես պատրաստ եմ, վստահում եմ վարսահարդարին, քանի որ ի վերջո փոփոխությունը, ի վերջո ես այստեղ եմ, որ փոխվեմ, որ իմ կերպարը փոխվի։ Ինչ ճիշտ եք ներկայացնում։ Եվ պիտի պատրաստ լինես փոփոխությանը։ Այո, եթե գալիս հասնում ես այստեղ, ապա հաջորդ քայլը պետք է պատրաստ լինես բոլոր փոփոխություններին։ Այ շատ չեմ ուզենա, որ շատ կարճ լինեն վարսը։ Սկսվեցին բայցերը գնացին։ Բայց մի քիչ շատ երանգը դուրս չի գալիս մազերին։ Դե հայ։ Բայց մեկը վստահում եմ։ Լավ, քանի որ արդեն ասեցինք անցանք բայցերի, ինչը կբացառեք, ինչը չէիք ցանկանա, եկեք միասին պատկերացնենք ձեր կերպարը։ Այդ ինչպիսի կերպար եք դուք ուզում տեսնել այս հաղորդաշարից հետո։ Ինչպիսին պետք է լինի Հասմիկը։ Ես կուզենայի գտնեի ինձ, գտնեի այն կանացի այդ կերպարը, որը ես
եղել եմ նախկինում, այսինքն ես զգամ այն ինչը որ ես զգացել եմ նախկինում։ Կլինեն դա վարսերս, կլինի դա իմ արտաքինը, ես չգիտեմ, ամբողջական կերպարը ես կուզենայի, որ ես օրինակ ես որ գնում եմ ինչ որ մի զգեստ ընտրելու կամ բան, ես չեմ կարողանում կողմնորոշվել, որովհետև ես ինձ մի բան է ինչի լինում, ես ուզում եմ այդ մի բանը գտնեն։ Հասմիկ, այս կերպարանափոխությունը ձեր եւ արտաքին եւ ներքին փոփոխությունների համար է։ Այո։ Հարցազրույցից հենց դա ենք հասկանում։ Այո։ Բայց նաեւ հասկանում եմ, որ բոլոր մասնագետների աշխատանքն է այստեղ կարեւոր, եւ ոճաբանի, եւ վարսահարդարի, եւ դիմահարդարի։ Այո, իհարկե։ Կարևորը, որ դուք ասում եք, դուք պատրաստ եք։ Այո, պատրաստ եմ։ Բոլոր փոփոխություններին եւ շատ բայցեր չունենք։ Մի քիչ ունեմ։ Դե դա կներկայացնենք մասնագետներին արդեն։ Հաջորդ փուլը նրանց հետ հանդիպումն է։ Եղավ։ Ես Մանիկն եմ, Հասմիկի աղջիկը։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ մայրիկը շատ էլեգանտ եւ կանացի էր հագնվում, չնայած որ մենք շատ փոքր էինք, նա միշտ խնամքով դիմահարդարվում էր, հետևում իր ոճին։ Հորս մահից հետո իր ոճը փոխվեց, օգտագործում էր ավելի բազային բլուզներ, ավելի առօրյա էր իր ոճը։ Շատ եմ կարոտում մայրիկի կանացի եւ էլեգանտ ոճը։ Շատ կուզենայի, որ մասնագետներն այնպես անեին, որ վերադառնար այն մանկության տարիքների այն կերպարը նոր եւ ժամանակակից ձևով։ Հաղորդման հայտը լրացրել ենք ես եւ քույրս առանց մայրիկի իմացության։ Մեր նպատակն էր խրախուսել մայրիկին անել մի քայլ, որը նա չէր համարձակվի անել, եւ այդ քայլն էր հաղորդմանը մասնակցելը։ Սպորտային ոճը դարձել է նրա կերպարի բաղկացուցիչ մասը, բայց նա մշտապես վերադառնում է իր նախկին կերպարին, բայց ոճափոխվել ինքնուրույն չի ստացվում։ Այս հարցում նրան կօգնեն ոճաբան Մուրադ Աբրահամը, դիմահարդար Ռոզի Ալեքսանյանը եւ ոճաբան վարսահարդար Աննա Թոմասյանը։ Բարի երեկո։ Ուզում եմ փոխանցել ձեզ Հասմիկի լուսանկարները։ Քեզ կտամ 2 լուսանկար։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ արդեն գիտեք նրա պատմությանը ծանոթ եք եւ պատմենք նրա կերպարի, այսպես ասենք, առանձնահատկությունները, որոնք են, Մուրադ։ Տեսեք, Հասմիկը բավականին գեղեցիկ դիմագծեր ունի, արտահայտիչ աչքերի կառուցվածք, թուխմաշկ եւ մուկ վարսեր, որոնց հիմնական խնդիրը այստեղ տեսնում եմ այդ մուկ վարսերը, այսինքն Հասմիկի մոտ խնդիրը դառնում է տարիքային բավականին մեծ, քանց թե կարող է լինել նա։ Միանգամից հարց ուղղում ենք Աննային։ Աննա, ինչ է պետք կանել, որոնք են առաջնահերթ քայլերը։ Տեսեք, այստեղ նայելով Հասմիկին առաջին հայացքից կասեմ, որ ունի ընդգծված ավելի ոչ մազերի առումով, բնականաբար։ Եվ քանի որ ծանոթանալով Հասմիկի պատմությանը ծանոթացել ենք նաև որ նա ունի մազաթափություն ունեցել է։ Այո, այդ խնդիրը կա, վարսերը նոսր են։ Ես շատ վախենում եմ երանգավորելուց։ Փոփոխություններ կավելացնեի վարսերի կտրվածքի առումով, որպեսզի ավելի ծավալուն դարձնենք եւ մինչեւ նոր մազերի աճելը քողարկենք այդ ստեղծված նոսր հատվածները։ Իսկ ինչպես ենք քողարկում։ Կտրվածքի միջոցով։ Իսկ գույնը կփոխվի։ Գույնը շատ աննշան կարող ենք մենք փոխել, պետք է աշխատենք ավելի նուրբ եւ մեղմ նյութերով։ Եվ կա այդպիսի տարածված կարծիք անպայման, որ եթե երանգավորում ենք, ապա վնասում ենք մազերը։ Կախված նրանից, թե ինչ մազեր ենք երանգավորելու, ինչ մազեր ենք նյութերով ենք աշխատելու։ Բնականաբար։ Եվ մեծ բաժին է ընկնում նաեւ մասնագետին, մեծ մասը։ Այստեղ Հասմիկի պարագայում կգործենք շատ նուրբ, ավելի շատ մենք ուշադրություն կդարձնենք մազերի առողջությանը, կաշխատենք մեղմ, քանի որ աշխատելու ենք զգայուն, բավականին զգայուն մազերի հետ։ Եվ նա նաև շատ զգայուն է վերաբերվում այս հարցին։ Այո, եւ կփորձեմ Հասմիկի հետ այդպես փոքրինչ հոգեբանական կապը ավելի ամրապնդել, որպեսզի նա ավելի վստահ զգայի իր մազերը ինձ։ Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի եւ կստացվի Աննա քեզ մոտ ամեն ինչ։ Հուսով եմ։ Ինչ դիմագծեր ունի Հասմիկը ըստ քեզ Ռոզի եւ ինչ դիմահարդարում է նրան համապատասխանելու։
Հասմիկը ունի բավականին արտահայտիչ դիմագծեր եւ ինչպես Մուրադը նշեց, ունի թուխմաշկ։ Կարծում եմ այս դեպքում մաշկի թուխությունը մի փոքր կորցնելու համար կօգտագործենք ավելի վառ երանգներ դեմքին թարմություն հաղորդելու համար։ Կփոփոխեմ հոնքերը ավելի ձիգ հայացք ստանալու համար եւ հիմնական աշխատանքը կարծում եմ կկատարեմ աչքերի հատվածում, թե աչքի ներքևի հատվածի սև շրջանակները ծածկելու համար եւ թե ավելի արտահայտիչ դարձնելու համար։ Բայց հոնքերը արդեն իսկ բարակ են, չէ՞։ Փոփոխությունը ոնց են իրականացնելու։ Լամինացիայի տեսքով։ Լամինացիայի, որ էլ ավելի մի փոքր հաստ երևա, հա, վիզուալ։ Շատ լավ։ Հիմա վերադառնում ենք Մուրադ քեզ, որովհետև Հասմիկը միշտ մտովի, ինչպես ես նշեցի իմ խոսքում ամենասկզբից, վերադառնում է իր այդ կանացի եւ էլեգանտ կերպարին։ Արդյոք մենք նրան պետք է վերադարձնենք, թե նոր ոճ հաղորդենք։ Մինչև վերադառնալը նախկին ոճին, կանացի կերպարի, մենք պետք է ստեղծենք մի հատ նոր թարմություն տանք։ Նոր թարմությունը նրան կհաղորդի նախկին իր կանացի կերպարը։ Այստեղ պետք է ճիշտ ճշգրիտ ոճով Հասմիկին հետ տանենք դեպի իր երիտասարդ տարիքը։ Եվ ինչպես ենք դա անելու, ինչպես ենք հետ տանելու։ Տեսեք, առաջին իսկ հայացքից, երբ որ նկատում եմ, Հասմիկը սիրում է կրել ավելի ընդգծված, քիփ, կարելի ասել, հագուստի տեսակներ, հա։ Թե պիջակը, թե տաբատը երևում է, որ նա քիփ է սիրում։ Այո, այստեղ երկու պարագայում էլ մենք տեսնում ենք այդ խնդիրը, եւ այդ ամենը մենք պետք է քողարկենք կանանցի ավելի հետաքրքիր ձևացքի հագուստներով։ Շրջազգեստ կարող ենք ընտրել վերնահագուստը ավելի կոմֆորտ իր համապատասխան կառուցվածքին եւ ավելի խաղաղ գույների հետ պաստելային գույները վերացնենք եւ տանենք դեպի ավելի մուգ, թանկարժեք, ինտենսիվ գույների։ Եւ դա նշանակում է, որ պետք է ընտրել նաեւ բարձրակրունկներ։ Միանշանակ դա Կիսաշրջազգեստը, ապա իհարկե, քանի որ Հասմիկի մոտ տեղեկատվության բաժնում նշված էր, որ շատ դիտարկվում է կոմֆորտ ավելի ճիշտ հագուստները եւ բարձրակրունկներին այդքան էլ կողմ չէ, կընտրենք այնպիսի ճտկավոր կամ մեկ այլ տարբերակի կոշիկ, որը որ կընդգծի Հասմիկի սիլուետը։ կարծում եմ Հասմիկի հետ աշխատելը միայն հաճույք է ձեզ պատճառելու եւ համոզված եմ, որ վերջնական արդյունքն էլ լինելու է հրաշալի։ Պատրաստ ենք։ Իհարկե։ Մասնագետների հետ քննարկումներից հետո եզրափակեցինք այն մտքով, որ Հասմիկի մոտ պետք է անենք մի փոքր գունային փոփոխություն, քանի որ արդեն իսկ նշեցի, չենք կարող անել ավելին։ Եվ խնդիրը այստեղ արդեն վնասված մազերի վերականգնում էր, հա, որոնք որ կարող էինք խնամքի միջոցով թաքցնել։ Մասնագետների հետ քննարկումը շատ հեշտ տրվեց իրականում։ Այստեղ ունեինք մի հատ փոքրիկ բայց, քանի որ Հասմիկի մազերը բավականին քիմիոթերապիայից հետո վնասվել էին եւ մեր գլխավոր գերխնդիրն էր եւ նպատակն էր, որպեսզի մենք պահպանեինք եւ ավելի լավացնեինք մազերի առողջությունը, այդ իսկ պատճառով կխուսափենք շատ կտրուկ փոփոխություններից, այսինքն կխուսափենք մեծ քիմիական ագրեսիվ նյութերից, բայց կկատարենք մեծ քանակով գլխամաշկի մազերի խնամք, որպեսզի ել ավելի բարելավենք մազերի որակը եւ գլխավոր շեշտադրումը որոշեցինք Մուրադի հետ միասին, որ կդնենք այդ կտրվածքի վրա։ Մասնագետների հետ աշխատանքը իրականում շատ հեշտ է իրականացվում, բոլորը շատ լավ հասկանում ենք իրար, կրկին քննարկեցինք ինչ հագուստ կլինի, ինչ երանգների մեջ եւ ըստ դրա արդեն ընտրվեցին դիմահարդարման երանգները։ Հասմիկի զգեստապահարանը լավագույնս պատմում է նրա առօրյայի մասին։ Այստեղ գերակշռում են պրակտիկությունը եւ հարմարավետությունը, բայց նա ուզում է լրացնել զգեստապահարանը էլեգանտ եւ կանացի կերպարներով եւ այդ հարցում մեզ կօգնի ոճաբան Մուրադ Աբրահամը։ Ողջույն։ Ողջույն ձեզ։ Մի անգամից ուզում եմ այսպես վերլուծենք Հասմիկի զգեստապահարանը եւ տեսնենք արդյոք ճիշտ են ընտրված թե գույները, թե պրինտերը, կազմվածքին, կառուցվածքին, մաշկի գույնին եւ շարունակ կարող ենք նշել։ Իհարկե։
Տեսեք, ամենաառաջին պարագայում Հասմիկի մոտ գույների առկայությունը շատ վառ է։ Հա, մուգ սև ինտենսիվ գույներից մինչև լավ ակցենտավորված կապույտի երանգ։ Այստեղ եթե օրինակը վերցնենք կապույտ վերնաշապիկը, մենք տեսնում ենք մի քանի սխալ, որ ընտրված է, հա, Հասմիկի պարագայում։ Նախ պտավոր պրինտը մի փոքր ինքը կիրացնելու հատկություն ունի։ Դա մեկ։ Երկրորդը գույնի առկայությունն է, հա, փորձեք ընտրել, եթե ընտրում եք, սիրում եք այս պրինտը, Հասմիկ ջան, փորձեք ընտրել իրան ավելի համահունչ երանգներով, հա, օրինակ կարող եք ընտրել սև ու սպիտակ տարբերակ կամ շագանակագույն բեժ տարբերակ։ Իրականում գիտեմ, որ գույնը շատ հաճելի է, հա, աշկժոյող է, բայց իրեն համադրելը շատ բարդույթավոր է, այսինքն դուք պետք է ունենաք համապատասխան հագուստներ, հա, տաբատ կամ կիսաշրջազգեստ, որպեսզի իրան կարողանաք ճիշտ մատուցել։ Այս պարագայում երկրորդ խնդիրը նաև վալանների առկայությունն է, հա, երբ որ մի հատվածում գերակշռված են մի քանի ատրիբուտներ, օրինակ գույնը, պրինտը եւ վալանները։ Հասմիկ, բայց ուզում եմ նաև, որպեսզի դու մեզ ուղղություն ցույց տաս եւ հասկանանք, թե որտեղ ես դու դժվարանում հագուստ ընտրելիս, կերպար ստեղծելիս եւ համադրությունները ստեղծելիս։ Այ տեսեք, ես շատ եմ սիրում այս վերնաշապիկը, բայց փաստորեն ինքը, այսինքն ես ամեն ինչն եմ սխալ ընտրում։ Աբրամ, ուզում եմ անպայման եւս մեկ անգամ շեշտել, նշել, որ Հասմիկը շատ է ցանկանում վերադառնալ այդ կանացիությանը, էլեգանտությանը, եւ արդյոք նրա զգեստապահարանում այս պահին մենք կգտնենք նման հագուստ, որը կարող է շեշտը դնել այդ կանացիության վրա։ Այո, կարող էինք ընտրել այս տարբերակը, օրինակ, երբ որ մենք նայենք, տարբերակի սեթ է, հա, ժիլետային տարբերակ, պալացո տարբերակի տաբատ է, բայց այստեղ ընտրված է ոչ համապատասխան չափի ժիլետ, հա, երբ որ մենք ժիլետը ունենայինք մի փոքր ավելի կանանցի ձևվածքի, հա, ոչ թե սուր, դեպի ավելի old money ոճի, դա ձեզ կհաղորդեր կանանցիություն։ Դուք ավելի շատ սիրում եք առօրյա հագնվել ազատ եւ կոմֆորտի մեջ, այս պարագայում ժիլետը ձեզ կոմֆորտություն չի տա, այլ կխանգարի նաեւ ձեր աշխատանքի վայրում։ Երկրորդ խնդիրը այստեղ ձեր զգեստապահարանում սվիտերների առկայության տարբերակն է, հա, օրինակ սուր բացվածքի սվիտերները։ Ես իրանց ցանկացած պարագայում միշտ բացառում եմ 40+ տարիքի կանանց մոտ։ Ինչի համար սուր բացվածքով սվիտերները իրանք ունեն մի հատ վատ թերություն, որ վիզուալը ավելի կարճացնում է, հա, այսինքն կրծքավանդակից մինչև կոնքային հատված իրանք կարճացնում է։ Իսկ եթե այն լիներ շեղակի կամ կլորավուն կամ նավային հատվածով, ոնց որ շատ անգամ մենք սիրում ենք ասել, դա ձեր վիզուալը ավելի գեղեցիկ կսարքեր։ Եվ հիմնականում այս սուր բացվածքի սվիտերների մոտ միշտ լինում են անսիմետրիա, հա, այսինքն գալիս են ոչ ճիշտ ստանդարտ տեղին են համապատասխանում կրծքային հատվածը ընդգծելով, ավելի խոշորացնելով, այդ պարագայում միշտ ընտրեք ավելի ուրիշ տարբերակի սվիտերներ։ Չէ, մի պատկերացրեք, որ ամբողջովին ձեր կողմից ընտրված հագուստը սխալ է, Հասմիկ, դա էլ է կարծում եմ սխալ, չէ։ Իհարկե, օրինակ այստեղ ունենք պիջակ, որը որ շատ ճիշտ ընտրված է ձեր պարագայում, եւ սիլուետն է ընդգծելու, եւ օվերսայզը, եւ չկա ոչ մի թերություններ, ընտրված է ճիշտ պրոդուկտ, եւ որի հետ դուք կարող եք բավականին շատ սիրուն կերպարներ ստանալ։ Համադրությունները շատ ավելի շատ կլինեն։ Ինչի վրա ենք ուշադրություն դարձնելու գնումների ժամանակ։ Եվ ակցենտը դնելու։ Ինչ երանգներ ենք ընտրելու Հասմիկին։ Իրականում ինձ համար շատ կարևոր է թխամաշկ կանանց մոտ ընտրել իրենց համապատասխան երանգներ եւ կարծում եմ Հասմիկի մոտ մենք կարող ենք այն շեշտադրել շագանակագույնի կամ որգունձի տարբերակներով, լինելով թրենդերին հետևելով նաեւ այդ երկու երանգներով կարող ենք աշխատել եւ ավելի թանկարժեք կանանցի կերպար ստանալ։ Իսկ եթե ամառ լիներ, ես կառաջարկեի մոկայի տաք երանգները, հա, օրինակ մոկա ինդիգո կարելի է այդպիսի երանգներ ստանալ,
տակ հավաս այդ երանգներով կարող ենք ավելի շքեղ կերպարներ ստանալ։ Շնորհակալություն։ Մենակ չկենտրոնանանք աշնանային եւ ձմեռային գույների վրա, որպեսզի եւս գարուն ամառ հավաքածուներից հասկանանք, թե որ երանգներն է ճիշտ ընտրել Հասմիկի համար։ Հասմիկին ես որպես ոճաբան բացառում եմ վարդագույնի երանգը ընտրել որպես հագուստ։ Այդ տարբերակով ձեր դիմագծերը ավելի կընկծվեն եւ դիսբալանս կլինի ձեզ այդ հագուստի մեջ, այդ գույնի մեջ։ Աբրահամը շատ հակիրճ, ճիշտ ներկայացրեց ամեն ինչ, բայց համոզված եմ, որ հարցեր դեռ կան։ Իսկ կարմիրը ես շատ եմ սիրում։ Տեսեք, կարմիրային գույներից է, որ բոլորս մեր զգեստապարանում գուցե գոնե մեկ անգամ պետք է ունենանք, հա, որպես Ինչպես սևը կամ սպիտակը։ Բայց այն պետք է ընտրվի որպես ճիշտ հագուստ։ Կարող եք ընտրել վերնաշապիկի տարբերակով կամ միատոն երկար զգեստի տարբերակով, կարող է լինել ուղղակի մի հատ ակցենտավորված դետալ, եթե անգամ շատ է, այո, աքսեսուարի տեսքով։ Կարող է լինել պայուսակ, կոշիկ։ Եթե հարցեր առաջանան, տեղում մենք կդիմենք Աբրահամին։ Պատրաստ ենք։ Իհարկե։ Այո, մեծ սիրով։ Ես կարծում եմ, որ ես շատ ճիշտ եմ հագնվում, ինձ զգեստները շատ սազում են։ Սակայն Մուրադի վերլուծությունից հետո զգեստապարանից ես հասկացա, որ չկա նման բան։ Կան բազմաթիվ սխալներ, որոնք ես գիտություն կվերցնեմ եւ գնումների ժամանակ ավելի ճիշտ կմոտենամ զգեստների ընտրությանը։ Ինչպես նկատեցինք, Հասմիկի պարագայում զգեստապարանում կար մի քանի խնդիրներ։ Դրանցից ամենակարևորը, որոնք որ նշվեցին, գունային ակցենտներն էր եւ պրինտների ու ձևվածքների խառնումը։ Օրինակ, այնտեղ մենք ունեցանք վերնաշապիկի հետ կապված բախում, որ ընտրված էր բտավոր պրինտը իր հետ մեկտեղ ձևվածքային, հա, տարբերակը եւ արդեն գունային սխալ ընտրությունը, հա, Հասմիկի պարագայում, ինչպես իրեն խորհուրդ է տվել, պետք է ընտրի ավելի շատ ինտենսիվ եւ թանկարժեք գույներ, որոնցից գլխավորը կարելի է ընտրել շագանակագույնի մուգ երանգները կամ, չգիտեմ, մոխրագույնի այլ տարբերակով։ Հասմիկ, ես առաջարկում եմ բաց լինել բոլոր խորհուրդներին եւ առաջարկներին, որ խորհուրդն եք ամենակարևորը այս պահին վերհիշելու, որպեսզի գործածենք գնումների ընթացքում։ Ուրեմն շեշտը դնել կիսաշրջազգեստների վրա եւ չկրել նեղ հագուստներ, որը ինձ ավելի երևի կգիջացնի։ Կարևորը Հասմիկ, վերհիշեցինք երկուսը, կա եւս մեկը, որ մինչ գնումների անցնելը կուզեի հիշեցնել եւ անցնել Երևի թե ամենակարևոր պայմանը, որ ընտրել ճիշտ գունային սեգմենտի պրոդուկտ։ Այ հիմա դու մեզ կօգնես, թե ոնց է ճիշտ գունային սեգմենտը ընտրելը։ Շատ լավ։ Գնացինք։ Գնացինք։ Կիսաշրջազգեստ։ Անպայման, կիսաշրջազգեստները զգեստապարանում են պրոդուկտներն են, որոնք որ պետք է պարտադիր ունենանք։ Բայց այստեղ համապատասխան ֆակտուրաները հիշենք, հա, այսինքն չընտրենք բազմաշերտության հետ մեկտեղ տարբեր ֆակտուրաներ։ Ֆակտուրաները շատ կարևոր են, օրինակ այս պարագայում սա հիշեցնում է ամառային ավելի լիոնային տարբերակ, որը որ հետ ենք դնում, ընտրում ենք իրեն ավելի համապատասխան կաշվե կամ խիտ կտորը։ Կաշվե ես այստեղ տեսել։ Ջինսը տարբերակը եւս ավելի հետաքրքիր կսարքի։ Օրինակ այս պարագայում մենք կարող ենք Հասմիկին առաջարկել վերնաշապիկի նոր տեսակ, հա, բոհովոճի այս վերնաշապիկները այս տարվա եւ տրենդն են եւ Հասմիկին համապատասխան դիմագծերին եւ ավելի եթերային երիտասարդ ցույց կտան։ Հաստատ։ Իսկ կաշվետաբատը վերցնենք եւ փորձենք։ Քանի որ սա հենց Հասմիկի ընտրությունն է։ Քանի որ Հասմիկը միջին հասակի է, այս պարագայում ինձ թվում է կաշվե կիսաշրջազգեստը այս տարբերակի ավելի սիրուետը կընդգծի։ Ես համաձայն եմ, շատ սիրուն համադրություններ են մեզ սպասվում։ Իսկ ինչ կասեք այսպես երկարաճիտ կոշիկների մասին։ Երկարաճիտ կոշիկները գիտենք, որ այս տարվա գլխավոր տրենդներից են, բայց ոչ թե ավելի բարակ տարբերակի կրունկը, ավելի խորհուրդ կտամ Հասմիկի պարագայում ավելի հաստ տարբերակն են։ Էլեգանտ, կանացի, նաև բարակը կարող է լինել։ Իհարկե, բայց քանի որ Հասմիկը նշել էր իր համար շատ կարևոր պայմանը հարմարավետությունը, այս պարագայում մի փոքր սա կարող է կոմֆորտի հետ համապատասխան չլինել։ Լավ, բայց կարող ենք փորձել։ Կարող ենք փորձել։ Լավ, կվերցնենք։ Իսկ պայուսակը, Հասմիկ,
Այսքանով ավարտենք, թե էլի լրացնելու բաներ ունենք։ Թե կարող ենք գնալ կարող ենք հանդերձանում գնալ միանշանակ եւ զգեստափոխվենք եւ հասկանանք որն է մեր կերպարին ավելի համապատասխան։ Գնացինք։ Բազմաշերտ հագուստից ստեղծված կերպարները շատ տրենդային են վերջին տարիներին։ Դրանք հատկապես ակտուալ են ցուրտ եղանակի համար։ Առաջարկում եմ մի քանի պարզ հագուստից հավաքել նոր եւ հետաքրքիր կերպար։ Գնումները Մուրադի հետ շատ հեշտ անցավ։ Ես եւ Մուրադը կարծես նույն բանն էինք ընտրում, նույն բանն էինք տեսնում եւ նա ընտրել էր մի քանի զգեստ, մի քանի լուկ, որոնք ինձ շատ դուր եկավ եւ մենք կանգ առանք մի հագուստի, մի կերպարի վրա, որը եւ ինձ շատ դուր եկավ եւ իրեն։ Գնումների ժամանակ մենք փորձել ենք ընտրել իրեն ամենաառաջինը կոմֆորտ հագուստ, հա, եւ գունային ակցենտները եւ ձևվածքները մենք ամեն ինչ տարել ենք այն կերպարի շուրջ, որ Հասմիկը ուզում էր լիներ։ Ամենակարևորը այստեղ Հասմիկը ուզում էր վերադառնալ իր երիտասարդ տարիներին, երկար կիսաշրջազգեստ, հետաքրքիր գույներ, ակցենտավորված հագուստ եւ մենք կարողացանք այդ ամեն ինչը միաժամանակ միամուր ուժերով ստեղծել։ Այս անգամ շեշտադրումը կդնենք կտրվածքի վրա, կստանանք շերտերով կարճ կտրվածք, որով ավելի կընդգծենք իր էլեգանտությունը եւ կանացիությունը, եւ քանի որ Հասմիկի մոտ կար փոքրինչ նոսրացած մազերի վիճակ, շերտերով մենք նրան ծավալ կհաղորդենք, որպեսզի նրանք լինեն ավելի ծավալուն եւ արդեն հետագայում տան պայմաններում ինքը ավելի հեշտությամբ կարողանա խնամել եւ հարդարել իր մազերը։ Վարսահարդարի հետ աշխատանքը եւս շատ հետաքրքիր էր, նա ինձ բազմաթիվ խորհուրդներ տվեց մազերի խնամքի հետ կապված, քանի որ քիմիաթերապիայից հետո իմ մազերը վնասված էին, մենք երևի թե գունային շատ փոփոխություն չեն կարող անել, բայց կտրվածքի միջոցով մենք կստանանք գեղեցիկ կերպար։ Ես վստահում եմ վարսահարդարին։ Հասմիկի դիմահարդարման դեպքում ընդգծեցինք աչքերը ավելի վարդագույն երանգներով, որը նրա մաշկի գույնին ավելի համապատասխան էր։ Առավելությունները ընդգծեցինք ավելի բաց երանգներով եւ թերությունները քողարկեցինք ավելի մուգ երանգներով, ինչպես նաեւ շուրթերի հատվածում օգտագործեցինք ավելի վառ երանգ, որը նրա դիմահարդարմանը հաղորդեց ավելի գեղեցիկ տեսք։ Դիմահարդարի հետ նույնպես շատ հետաքրքիր էր, նա ինձ խորհուրդ տվեց դեմքի խնամքի հետ կապված, ինչպես նաև աչքերիստակի մուգ շրջանակների հետ կապված էլի խնամք ասեց, դիմահարդարվելու հետ կապված, նա ինձ սովորեցրեց ճիշտ ընդգծել իմ առանձնահատկությունները։ Ես անհամբեր սպասում եմ արդյունքին, որը վստահ եմ կլինի շատ նուրբ եւ գեղեցիկ։ Մուրադ, մենք ունեինք հստակ խնդիր Հասմիկին վերադարձնել նրա էլեգանտ եւ կանացի կերպարը։ Ինչպես ստացվեց դա անել, մի փոքր պատմիր։ Նախ շատ պատասխանատվությամբ եմ մոտեցել այն հարցին Հասմիկի հետ կապված, քանի որ այստեղ ունեինք մի քանի խնդիրներ, հա, նախ վերադառնալ իր երիտասարդ կերպարին, որը որ Հասմիկի համար շատ կարևոր էր, եւ այդ ամեն ինչը համեմել նոր ձեռագրով, նոր ոճով։ Այստեղ Հասմիկի պարագայում ինձ թվում է մենք կարողացել ենք ստանալ իր երիտասարդ տարիների վառուշերը եւ նոր ոճը նրան կհաղորդի ել ավելի երիտասարդ լինելու միտումը։ Եվ ի վերջո, ինչ սանրվածք ստացաք։ Բացենք այդ փակագծերը, ինչ Հասմիկին տաղավար հրավիրելը։ Ինձ թվում է Հասմիկի պարագայում այստեղ գլխավոր խնդիրը վերացնել սև
երանգը, հա, իր սանրվածքի պարագայում եւ հաղթահարեցինք այդ երանգը ստանալ գոնե մեր ուզած, այո, չվնասելով վարսերը։ Այստեղ գլխավոր խնդիրը չվնասել վարսերը եւ պահպանել նրանց տեսքը։ Եվ մասնագետներով մենք կարողացանք այդ որոշումը ճիշտ կայացնել, հաղորդել նրան ավելի կանանցի եւ երիտասարդ հնարավոր։ Այսքան պատմելուց հետո ինձ մնում է միայն Հասմիկին հրավիրել այստեղ։ Կանչեք։ Հասմիկ, խնդրեմ։ Շքեղ տեսք ունեք, ինչ խոսք։ Երևի թե հենց այն, ինչ դուք ցանկացել եք։ Այո։ Դե պատմեք ձեր զգացողությունների մասին։ Կիսվեք։ Զգացողությունները հրաշալի են։ Թիմը շատ պրոֆեսիոնալ էր ու ստացանք այն կերպարը, որը որ ստացվեց հիմա ու ինձ շատ է դուր գալիս, շատ։ Երևի թե հենց այս էմոցիաները ամենակարևորն է, չէ՞, Մուրադ։ Դրական ու երջանկության այս պորտկումը, որ մենք հերոսու հետ մենք էլ ենք վայելում, դա ինձ թվում է Ես էլ հավասար ձեզ հետ, այո, վերապրում եմ այս ամեն ինչը։ Կարծում եմ աղջիկներիս է դուր կգա, որոնք որ ինձ բերել են ու հիմա ես իրեն շատ շնորհակալ եմ նաև ձեզանից, որ կարողացան ստանալ իմ կերպարը, որ ես եմ հիմա, ես ինձ այտենց եմ զգում։ Ամենակարևորը հենց ձեր ժպիտն է, կարծում եմ, եւ համոզված եմ, որ սա ձեզ համար իսկապես մեծ քայլ էր կյանքում եւ դուք ձեր փորձով, Հասմիկ, համոզված եմ, որ ոգեշնչելու եք շատ այլ կանանց երբեք չհանձնվել եւ միշտ պայքարել, միշտ գնալ առաջ։ Այո, դա շատ կարևոր է։ Դա բարդությունն է, ամեն ինչ խնդիրներ լինում են բոլորի կյանքում, բայց պետք է ավելի լավատես լինել, պետք է գնալ առաջ, պետք է ապրել ամեն օրը, ամեն վայրկյանը ու չվախենալ փոփոխություններից։ Սա եւս մեկ ապացույցներ, կարծում եմ։ Մուրադ, ուզում եմ ներկայացնես ավելի մանրամասն կերպարը։ Կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ստանալ Հասմիկի հենց այս կերպարը։ Իրականում ես արդեն մտքում ունեի Հասմիկին տանել դեպի իր երիտասարդ տարիների վաղախուշերը եւ նման սմարթ կերպարը Հասմիկին իդեալական տարբերակ էր այդ ամենը։ Ինչու հենց կաշվե հագուստ, կիսաշրջազգեստ եւ բաճկոնը։ Տեսեք, Հասմիկի պարագայում նա շատ երիտասարդ տարիքում սիրել է կիսաշրջազգեստներ եւ այստեղ կաշվե տարբերակը թույլ է տալիս թրենդային լինելու միտումը։ Մուրադ, բայց նարի չմոռանանք, որ այն ժամանակ նաեւ թրենդային էր համարվում կաշվե հագուստը։ Բայց չէ՞ որ թրենդները միշտ զորաբար կրկնվում են ամեն տասնամյակով մեկ։ Այո։ Ես իսկապես կարծում եմ, որ ստացվել է կերպարանափոխությունը, Հասմիկ, եւ համոզված եմ, որ դուք հիմա շտապում եք դուրս գալ եւ տեսնել ձեր աղջիկներին, որովհետեւ հենց նրանք, ինչպես դուք նշեցիք, համոզել են, որպեսզի դուք մասնակցեք այլ ոճով հաղորդմանը։ Եվ նշեցիք, որ դուք նրանց շնորհակալ եք։ Այո, շատ շնորհակալ եմ ձեզ, թիմին, պրոֆեսիոնալ աշխատանքի համար եւ իմ աղջիկներին։ Ինձ մնում է մաղթել, որ նոր ոճը նոր գույներ բերի ձեր կյանք, Հասմիկ, եւ միշտ հիշեք, որ դուք շատ հմայիչ եք եւ էլեգանտ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Մամ, ինչ սիրուն ես։ Հələ պատտուի։ Ինչ սիրուն նամազերի դու գույնը կտրված։ Շատ։ Շատ քեզ դուր է գալիս, շատ իսկ տեսքը, շարակինը շատ, տեսար ինչ լավ եղավ, որ գրանցեց, ապրեք դուք։ Ինչ շատ դուր եկավ մայրիկի ոճը, կարելի է ասել, որ մասնագետները արել են ավելին, քան ես պատկերացնում էի, մենք տեսանք մեր հին մայրիկին ավելի կանացի եւ ժամանակակից ոճով։ Եվ Հասմիկը եւ մեր թիմը ունեցանք հիանալի գեղեցիկ արդյունք։ Այս պարագայում կարծում եմ, որ ստացվել է։ Իրականում ընթացքային մենք Հասմիկին խորհուրդ ենք տվել, որ կարող է գունային պիգմենտացիան ավելի մի փոքր բաց տարբերակ ընտրել։ Կարծում եմ ունենք հիանալի արդյունք։ Մասնակցությունից առաջ այս հաղորդմանը ես մտածում էի, արդյոք ճիշտ եմ անում, արդյոք արժի, արդյոք կստացվի այն կերպարը, որը որ հիմա կային նման մտավախություններ, բայց աշխատելով թիմի հետ, որոնք օժտված են մարդկային բարձր որակներով,
նրանք կարողացան իմ մեջ այդ վախերը բոլոր կոտրեն եւ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Այսինքն ես շատ գոհ եմ, ես շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ, որ ծանոթացել եմ եւ որ ստացել ենք այսպիսի արդյունք։